Տեսեք, տնտեսական ցուցանիշները Հայաստանի Հանրապետության շարունակաբար հանգում են ապրում եւ բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ դա ուղղակիորեն կապված է Փաշինյանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետ, հա, այսինքն մենք տեսնում ենք, որ Փաշինյանի այս ընդգծված հակառուսական քաղաքականությունը բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում Հայաստանի Հանրապետությանը եւ առասարակ միջին վիճակագրական քաղաքացուն։ Ինչ հետևանքների մենք կարող ենք սպասել հիմա։ Տեսեք, թե հետևանքները կարող են լինել շատ բազմաշերտ, բազմապիսի։ Ես հարկ ունեցել եմ խոսելու հենց կոնկրետ տնտեսական ռիսկերի մասին, հեսա շատ շուտով արդեն նոր տվյալները հասանելի կլինի բաց, ավելի կոնկրետ, ավելի հստակ առարկայական կարող ենք այդ ժամանակ քննարկել, թե որ ցուցանիշներ են տուժում, դեռևս այն տվյալները, որ հասանելի են, այս պահի դրությամբ կարծես մարտ-ապրիլ ամիսների տվյալներն են, որտեղ այդքան չի երևում, բայց արդեն մի քանի ամիս անց, երբ որ հասանելի կլինեն այս ամիսների տվյալները, մենք ավելի հստակ կարող ենք խոսել, բայց այդ տվյալները իհարկե մեզ են, որ ուշ են հասանելի լինում, Նիկոլ Փաշինյանի սեղանին շատ առավել հաճախ են այդ տվյալները գալիս, հա, ու ճիշտ է դուք ասացիք Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականություն, ճիշտ է, ես չէի անվանի այդքան հակառուսական, ինչքան կանվանեի երևի ֆլյուգերային քաղաքականություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը չունի ըստ իս ինչ-որ սկզբունքներ, որ ասես ինքը ինչ-որ բանի հակա է կամ կողմ է իր մոտ այդ նպատակահարմարությամբ էլի պայմանավորված։ Ըստ անհրաժեշտության կնետվի Ռուսաստանի գիրկը։ Ես ձեզ ավելին ասեմ, եթե պահը գա ու պետք լինի այդպես անել, Նիկոլ Փաշինյանը մեզ կմտցնի միութենական պետության կազմի, ինչի մասին է խոսքը, նրան ինչ ինքը այդպես հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջամարտիկ, ես ընդհանրապես կասկածում եմ, որ եթե իր քաղաքական նպատակահարմարությունի քաղաքական կյանքը, իր քաղաքական կյանքը երկարաձգելու համար անհրաժեշտ լինի դա անել, ինքը դա էլ կանի ու կբացատրի դա ինչ-որ բանով։ Ես ձեզ հիշեցնում եմ ժամանակ ինքը չէր ասում էր, որ մենք բան էինք, Արցախի մասին էինք խոսում, Արցախյան շարժման համար էինք, հետո հասկացանք, որ սխալ ենք, հիմա մենք անկախական ենք, վաղը ինչի չի կարող, ասում դե մենք սխալվել ենք, որ ասում ենք անկախական ենք, ճիշտ է, չգիտեմ, վիլայետ լինել նա կամ գուբերնիա լինել նա կամ ցանկացած ինչ-որ չգիտեմ, եթե Մոզամբիկի բանը լինի, ինչ-որ այդպես գերակայության, ինչ-որ զոնա դառնա, ինչ-որ չգիտեմ, հրաշքով թե դժբախտությամբ այդպես է լինելու, այսինքն իր մոտ այդ խնդիրը չկա սկզբունքների, որ իրան ինչ-որ մի բան ներսից գոնե խանգարի դա խոսել, չէ՞, նպատակահարմարություն եւ այդքանով, եթե պետք է այսօր ինչ-որ մի կայսության ձեռքին, մյուս կայսության ձեռքին ինքը դառնա գործիք ու դարձին գործիք Հայաստանը իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ինքը կանի, կդառնա հակա սրան, հետո հական նրան, ինչ տարբերություն։ Եվ ըստ էության հենց Նիկոլ Փաշինյանը ձեր ասած տրամաբանությամբ Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մարտադաշտ։ Այո, միանշանակ, բա ինքնիշխանությունից են խոսում, անընդհատ բան են անում, կարող են ինքնիշխանություն, ես ձեզ հիշեցնեմ, մեզ արդեն մի պետություն պարտադրել է հանրաքվե, Ադրբեջանն է։ Մի այլ պետություն նույնպես պարտադրում է, որովհետև ու երբ որ մենք չգիտեմ նեղանում ենք ինչ-որ մի կողմից, որ մեզ ինչ-որ բաներ պարտադրում, դա եկեք նայենք, էլի, այսինքն նայեք Ռուսաստանի տրամաբանությունը շատ պարզ է, ինքը սպասում է հանրաքվե ու ինքը շատ հստակ է իր դիրքորոշումը, ինչ ասում է հանրաքվե դրեք։ Ես համոզմունք ունեմ, պահին երբ որ, հա, երբ որ կողմնորոշվելը մի կողմ դրած, ես համոզմունք ունեմ, պահին երբ որ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի մասին հայտարարի, այս սանկցիաների մեծ մասը կվերանան այդ պահին։ Ես համոզմունք ունեմ այդպես, իրանց նպատակը դա դնելն է, որովհետև այստեղ ուրիշ խնդիր է, այստեղ ես կարծում եմ, որ Ռուսաստան պետությունը պետք է մի քիչ լավ ճանաչենք, էլի մենք ինչ բանով, հեսա սկզբունքային հարց է Ռուսաստանի համար ու անգամ սեփական ինչ-որ որոշակի բաների գնալով իրենց համար հենց խնդիր ստեղծել, որովհետև իհարկե Նիկոլ Փաշինյանի ասացի մեջ կա ճշմարտություն, որ ԵԱՏՄ-ն ինքը իրեն թույլատնում է սա անելու, բայց այդ սկզբունքային հարցը ու իրանք մինչև վերջ գնալու են այդ հարցով։ Ամեն դեպքում ոնց որ Նիկոլ Փաշինյանը չպետք է էլի այդպիսի վերջնագրերով խոսի բաներ անի, որովհետև պետք է մի քիչ իջնենք երկիր, հասկանանք էլի, որ չափերի խնդիր կա, հզորության խնդիր կա, պետք է սրել հարաբերությունները։ Հետաքրքիրն այն է, որ նա քարոզում է, որ մենք Ադրբեջանի հետ հարաբերություններ ասպեկտում, որը որ հազարապատիկ անգամ ավելի թույլ է, քան Ռուսաստանը։ Քարոզում է, որ պետք է հնազանդվենք ըստ էության Ադրբեջանի պարտադրանքներին, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները հենց թուրք թվանքը վերցրել է եւ
Այդ նույնը ես դες ասեմ, օրինակի համար կա մի այսպիսի ֆիգուր Արեգ Քոչինյանը, որ կոչվում, որ ամբողջ օրը ինքը հայտարարում է, թե մենք դա իշխանության պրոքսիներից է։ Եկեք այդպես է կա կոչենք, չգիտեմ։ Մի խոսքով, այս մարդը, որ անընդհատ հայտարարում է, Այս մարդը, որ անընդհատ հայտարարում է, որ գիտեք, ինչ կա, չգիտեմ, Ադրբեջանը գետնի տակ չանցնի, մենք էլ գետնի տակ չենք անցնի, պետքա ձև գտնենք իրար հետ համակեցության եւ այլն, կարելի է մտածել Ռուսաստանը ինչ որ հրաշքով գետնի տակ անցնելու է, էլի, այսինքն այս հավասարման մեջ ինչը մենք ինչը մեզ իրենք տալիս են։ Իրենք մեզ դրել են կոնկրետ ոնց որ ուզենան վիրավորեն մեր ինտելեկտը, որովհետեւ դուք շատ ճիշտ նշեցիք, այդտեղ ամբողջ տրամաբանություն քանդվում է, եթե մենք Ադրբեջանից պետք է վախենանք, որ ըստ իրենց տրամաբանության իր բանակը մեզ կկոտորի կջարդի մեր բանակին, որը ես ճիշտն ասած շատ այսպես կասկածամտորեն եմ վերաբերում, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն նորմալ այսպես ասենք որ գերագույն գլխավոր հրամանատար լինի, չգիտեմ Նիկոլ Փաշինյան չլինի։ Ես համոզմունք ունեմ, որ նախ Ադրբեջանը մի 4-5 անգամ ավելի երկար կմտածի ինչ որ գործողություն անելուց առաջ, երկրորդն է ես մեծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կկարողանա իր ուզածին հասնել, այստեղ նաև բանի հարց էլ կա, նյարդերի պայքարի հարց կա, շատ հարցեր կան, բազմաշատ, բայց մի կողմ անցնենք, էլի, այս տրամաբանությունը չամեջ քանդվում է, ոնց կարող ես դու Ադրբեջանից այդպես սարսափալ լինել, թե սկա Ռուսաստանից չվախենալ են Ռուսաստանից, որը հիմա շատ ագրեսիվ է, որը այս պահին կենացումահու կռիվ է մղում իր թող կոչենք կենացումահու կռիվով, ոնց ուզում է թող կոչի, բայց ինքը այս պահին պատերազմի մեջ է, այս պատերազմող պետությունը, մանավանդ ատոմային պետությունը, այդ նույն բանը չի, ինչ հասարակ այսպես խաղաղ ժամանակվա պետություն, դու պետք է Իրանից շատ ավելի ագրեսիվ քայլեր ակնկալես, իսկ ես կարծում եմ, որ երբ որ դու տենում ես, որ այնտեղ մի հատ կատաղած արջ հանգած կողերը ամեն ինչ այլանդակում պետք չէ, տարչին, չգիտեմ, վրան քարեր փոքր շփրտես, որտեղ ինչ որ բայ կարող է իր ուշադրությունը քո վրա գա։ Այս իրավիճակում ոնց նայեք, մենք պետք է ավելի դիվանագետ գտնվենք։ Ես այն մասին չեմ խոսում, շատերը կան, որ ասում են, օ, դուք ասում եք, մենք պետք է Ռուսաստանի նավին կպնենք, ինչի՞ համար Ռուսաստանի նավին կպնենք, մենք փոքր պետություն ենք, գտնվում ենք տարբեր կայսրությունների բանում, չէ՞, այսպես մեջտեղում մենք մեր գերնպատակը պետք է լինի չդառնալ իրանց համար ինչ որ մարտադաշտ չդառնալ պատերազմի կետ, որտեղ իրանց շահերը բախվում են։ Այդ իրավիճակում փոքր պետության տեսանկյունից ելնելով մենք պետք է մտածենք անենք այնպես, որ դառնար կամուրջ։ Այսինքն մենք դառնայինք այս մարդկանց շահերի ինչ որ հատման համադրման կետ, հա, ոչ թե այս մի կայսրության ձեռքային մեկի բան դառնանք գործիք, հետո այն մեկին այն մեկի դեմ, այսինքն այդ ոչ միտեղ չտա, այսինքն ոչ թե ոչ միտեղ, այլ մեզ կործանման ճանապարհ։ Ոտքի տակ ընկնելու ճանապարհ։ Միանշանակ։